Անի դուք արդեն մի քանի ժամ եք հնչական կոմիտեի դիմաց եք, ինչ կասեք ստեղծված իրավիճակի մասին։ Շարունակում են մարդկանց բերման ենթարկել։ Այո, շարունակում են մարդկանց բերման ենթարկել, նախ ասեմ, որ այսօր թերևս 7 տարիների ընթացքում առաջին անգամ հպարտություն եմ ապրել։ Հպարտություն եմ ապրել մեր հավատացած ժողովրդի կամքի համար, որ ցույց չտվեցին ոտնձգություն կատարել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Բայց նույն պահին մեծ ցավ եմ ապրել, տեսնելով ոստիկանական ուժերի քանակը, որոշ տղաների դեմքին նայում եմ մեղքս են գալիս, որոշ տղաների դեմքին նայում եմ, ուզում եմ, ինչ ասեմ, քրոջ ապտակ տամ նրանց, այդքան կամակատար լինելու համար, նրանք անգամ ունակ չեն իրանց գլուխները խոնարել։ Մի քանի ժամ առաջ եմ եկել քննչական կոմիտեի մոտ, երբ որ ես եկա, դեռ այստեղ մարդիկ չկային, բացառությամբ ոստիկանական համակարգի կուտակումներ, կարմիր բերետավորներ, ոստիկանության ուժերը գերխտացված վիճակում են, այս պահին դուք կարող այստեղ տեսնում եք սակավթվող քաղաքացիներ, դա զուտ այն բանի պատճառն է, որ քննչական կոմիտե տանող բոլոր ճանապարհները ոստիկանական ուժերը փակել են այս պահին, փակել են վախի մթնոլորտից ելնելով։ Իրանք այս տղերքը, որոնք կանգնած են հիմա մեջքիս հետևում, իրանք պետք է հասկանան, որ իրենց համազգեստը դա պետությունն է, ոչ թե իշխանությունը, եւ իրանք պարտավոր են պաշտպանել ժողովրդի շահերը, ոչ թե Նիկոլի շիզոֆրենիկ շահերը, ոչ թե Նիկոլի վրեժխնդիր մարիոնետները դառնան եւ փորձեն ժողովրդի վրա ձեռք բարձրացնել եւ բռնություն կիրառել։ Դեռ այստեղ կանգնած էին 5 հոգի, քաղաքացիներ էին, 5 հոգով էին ընդհանրապես, սկսեցին բերման ենթարկել, ներքին հրահանգ հնչեց, սրանց հավքեք տարեք, կոնկրետ ցիտում եմ իրենց, սրանց հավքեք տարեք, հավքեցին տարան, անհամաչափ ուժ կիրառեցին, քաղաքացիներին տարան ու պարբերաբար ոնց տեսնում եք քաղաքացիներին բերման են ենթարկում, այդտեղ բախում եղավ մի հոգևորականի հետ, որովհետև քաղաքացուն տվին գետին, հոգևորականը միջամտեց, չնայեցին, որ հոգևորականը ես մեծ ցավ եմ ապրում։ Իշխանությունները կգան կգնան, քաղաքական հոսանքները կգան կգնան, բայց իրենք պետք է հասկանան, որ վաղը չեմ իսօր այս հանցագործության համար, որը հիմա իրանք կանգնել են ու կատար են ածում, մեկը ամոթով հələ դեմքներին նայեք, մեկը ցինիզմով, մեկը միգուցե սիրտնա փառավորվում, բայց գոնե իմ սրտի խորքում մի հույս ունեմ, որ այս տղերքի մեծամասնությունը գլուխը կորա, այս տղերքի մեծամասնությունը այսօր որ գնաց տուն չի կարողանալու քնի, այս տղերքի մեծամասնության կանայք, մայրերը այսօր որ մտան տուն թուքումուր են տալու, ասեն որ տղերք ամոթ, իրանք էլ են մեղք, իրանք անգիտակից մոլորյալներն են, մեր առաքելական եկեղեցու մոլորյալ ինչ ասեմ, զավակներն են, այս կիրակի ես կաղոթեմ նրանց հոգու փրկության համար ու վստահ եմ Աստված նրանց կների, ժողովուրդը իրա թափանցինք հավատով, կամքով այսօր կանգնեց ու ասեց, որ ոչ ոքի թույլ չի տալու, ոչ Նիկոլին, ոչ ռեժիմին, թույլ չի տալու, որպեսզի ոտնձգություն կատարեն եկեղեցու վրա, թույլ չի տալու, որպեսզի հերթով ձերբակալեն սրբազաններին եւ այսօր նախադեպը չունեցող դեպք է գրանցվել։ Այսօր ուժայինները չկարողացան ի կատար ածել Նիկոլ Փաշինյանի հրամանը։ Միգուցե չցանկացան, միգուցե մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ հրաժարվել են հրաման տալուց։ Ինչևէ, եթե նման բան է եղել, փառք ու պատիվ այդ տղերքին, որ հրաման չեն տվել։ Բայց այսօր ֆիքսում ենք, որ այլևս վերահսկողությունը Նիկոլ Փաշինյանից դուրս է եւ ժողովուրդը կանգնած է լինելու, իրենք չեն կարողանալու ընկճել ժողովրդին եւ այս պահից եւ այդ ցանկացած քայլ, ցանկացած բռնություն կնքվելու է անհաջողությամբ ու այլևս մենք որևէ ոտնձգություն եկեղեցու նկատմամբ, մեր անձերի նկատմամբ չենք հանդուրժելու։ Մենք չենք ելել այստեղ հայի այրուն թափելու, իրանք եկել են մեզ վրա։ Իրանք են ուզում ու Նիկոլի հոգին հերթական անգամ փառավորվում է, երբ որ հայի այրուն է թափում։ Քանի կար Արցախում թափեց հայի այրունը, հիմա այստեղ է ուզում թափի հայի այրունը ու քաղաքացիական բախման է հրահրում։ Մենք ամեն կերպ աղոթքով հանդուրժողականությամբ փորձելու ենք իրավիճակը պահել վերահսկողության ներքո, բայց
էլի եմ ասում, նախորդ անգամ էլ եմ, երբ որ այս թեմայով խոսացի, ասել եմ, հանգարց չշփոթվեք։ Սա այս process-ը վերաքաղաքական ցանկացած ամբիցիայից։ Սա հավատացյալ ժողովրդի պայքարն է, իսկ մեր ժողովուրդը Աստծո ժողովուրդն է, ու այն ժողովրդի վրա ձեռք բարձրացնողը ձեռքը կոտրվելու է ու կոտրելու է հենց Աստված։ Ես ավելի քան վստահ եմ, այսքանը թերևս։